Պարոն Ալեքսանյան, այնուամենայնիվ ինչպես է ստացվում, որ Գյումրու ավականու անդամը նախ դիմում է խմբակցության այդ ղեկավարին, որպեսզի իր մանդատը վայր դնի, հետո փոշմանում է մանդատը հետ է վերցնում ու դուրս է գալիս խմբակցություն։ Մեր խմբակցության անդամի մասը չեք խոսում։ Որ խմբակցությունից է, այդ խմբակցությանն է այդ հարցերը տվեք։ Դիմությունը հստակ կասկածներ ունի, որ իշխանությունը ճնշումներ է բանեցնում այդ մարդու վրա մանդատ խլելու։ Հիմա ասում եմ Աննա Գրիգորյանը մեր խմբակցությունով падգամավոր է դարել, հիմա Հայաստան դաշինքում նստած է, ճնշում են բանեցրել։ Այսինքն իշխանության կողմից Գյումրու իշխանությունը զավթելու նպատակներ չկան։ Հիմա նորից էլի բան անեմ, պրոյեկտ եմ, էլի Աննա Գրիգորյանը մեր խմբակցությունով падգամավոր է դարել, հիմա իշխանությունը զավթելու նպատակ ունի ընդդիմությունը, որ Աննա Գրիգորյանը իրենց շարքերում նստած է։ Աննա Գրիգորյանը դուրս է եկել ձեր խմբակցությունից, նոր ընտրությունների է մասնակցել, նոր ցուցակով, ախր նույնը չի։ Եվ Իսկ հիմա փաստորեն ավականու անդամը դուրս է գալիս խմբակցությունից եւ ԿՊ-ի համար մեկ ձայն ապահով։ Դե Աննա Գրիգորյանն է դուրս է եկել խմբակցությունից ժամանակին ու ԿՊ-ի դեմ մեկ ձայն ապահովել է խորհրդարանում։ Բայց ընդդիմությունը ի տարբերություն իշխանության ոչ մի համայնքում չի զավթել իշխանությունը։ Օրինակ մենք տեսանք Ալավերդիում եղավ, Վանաձորում եղավ։ Բա հիմա այդ նույն ընդդիմությունը, որ իմպիչմենտի նախագիծ է բերում ու հույս ունի, որ մենք պետքա կողմ քվեարկենք, այսինքն իշխանությունն է ուզում զավթի։ Իմպիչմենտ ասեցիք, հիշեցի, պարոն Ալեքսանյան, դուք Էդգար Ղազարյանի նամակով պատասխանել եք, ասել եք, որ Քոչարյանին ստիպեք, թող առաջադրվի։ Ինչն է ստիպեք, ասել եմ, եթե ձեզ հաջողվի ստիպել Հայաստան խմբակցությանը, որ Քոչարյանին առաջադրեն ամեն դեպքում, մենք միանշանակ կուղարկենք նրան թոշակի, բայց ես վստահ եմ, որ Քոչարյանը ուղղակի սարսափում է ազգային ժողովի առաջ, որպես վարչապետի թեկնածու կանգնելուց ու հետևաբար նրան չեն առաջադրի։ Ինչու պետք է սարսափի։ Իրան հարցրեք, փաստացի չեն առաջադրում, չէ, սարսափում է։ Դուք պատկերացնեք նախկին ընդդիմության առաջնորդներից մեկը մինչև 2018 օրինակ Նիկոլ Փաշինյանը վախենար գար խորհրդարանի առաջ որպես վարչապետի թեկնածու կանգնելուց, ես չեմ պատկերացնում։ Գուցե չեն ցանկանում իրենք իշխանության գալ։ Դե իրանց հարցրեք։ Ինձ ինչ եք հարցնում։ Ուզում են իրենց խմբակցությունից, իրենց կուսակցությունից նոր դեմքեր գան։ Դե նոր դեմքի առաջադրեն, նոր դեմքն էլ է վախենում։ Հիմա այս 8 ամիսա չեն կարում մեկին առաջադրեն, կներեք։ Հələ այդ մի կողմ եմ թողնում, որ ստորագրությունները չեն հավաքում։ Չեն կարում այդ անունը գրեն, որի տակ պետքա ստորագրություն հավաքեն։ Այսինքն չունի վարչապետի թեկնածու ընդդիմությունը։ Դե ունի։ Ինձ ինչ եք հարցում, ես տենում եմ, որ չունի փաստացի։ Բայց այնուամենայնիվ կան նման մարդ ընդդիմության շարքերում, որի պարագայում այդ երկու ստորագրությունը կտա քաղաքացիական պայմանագիր։ Չէ, քաղաքացիական պայմանագիրը չի տա ստորագրություն։ Բայց իրանք կամ այդ դեպքում գոնե իրանք իրանց մեջ այդպես ազնվություն պետք է ունենան կամ արձանագրեն, որ թեկնածու չունեն, կամ արձանագրեն, որ թեկնածու ունեն ու այդ թեկնածուն Քոչարյանը կամ Սերժն է, եւ Քոչարյանը կամ Սերժը ամեն դեպքում վախենում են գան այս խորհրդարանի առաջ կանգնեն որպես վարչապետի թեկնածու։ Որ գան ինչ ա լինելու։ Քաղաքական թոշակի են գնալու։